Ողջույն բոլորիդ, սպասենք թող հերթով միանան, ոնց եք, չատը ունեք, չէ ինկերներ, գրեք չատում հասկանամ ոնց եք, ոնց չեք, ու բոլոր հարցերը, որոնք ձեզ հետաքրքիր են, չատում գրեք, անպայման կանդրադառնամ, լավ, ոնց եք ձեզ զգում, ուզում եմ հասկանալ մարդիկ կային, ովքեր միացել էին իմ սիրողական, ոնց էի կարոտել, ես էլ ձեզ էի կարոտել իրականում շատ, Տելեգրամը լրիվ ուրիշ է, ասեք, որ այստեղ լրիվ ուրիշ է եթերները, իրականում ինձ սկսել է նաև ինստագրամը դուր գալ, որովհետև ահագին բաներ հաղթահարել եմ, ահագին վախեր հաղթահարել եմ, չգիտեմ, այնտեղ լսարանը ուրիշ է, այնտեղ գալիս են շատ են մարդիկ, ովքեր այդքան էլ լավ ինձ չեն ճանաչում, հա, բայց ես արդեն շատ բաներ հաղթահարել եմ ու այդտեղ էլ է ինձ դուր գալիս եթերները, այնպես որ հիմա կխառնենք սենց մի քանի բան իրար հետ ու կհասկանանք, թե վերջում հետո ինչ ենք անելու, իրականում ինչից եմ, այսօր ես ոչ այդքան մասնագետ եմ, որպես ձեր հետ խոսելու, այլ որպես մարդ, հա, որպես մասնագետ մարդ, ով իր դժվարություններն է ապրում կյանքում, հա, ինչ-որ փուլերի մեջ է, չգիտեմ, փոփոխություններ, այդ սպորտը, ասկեզաները եւ այլն, քանի որ մենք համել էստեղ սենց հավես եթերում ենք, ուզում եմ մի քիչ այսպես ավելի մտերմիկ զրույց ունենանք, հա, ես հիմնականում այսօր ուզում եմ կիսվել այն ամեն ինչով, ինչ որ ես փորձարկում եմ, անում եմ ինձ համար, որովհետև գիտեմ, այդ ձեզ ավելի հետաքրքիր է, քան այն սառը, հենց մասնագիտական կոնտենտը, այսպես, հա, պատմությունները, դրա համար դուք այսօր ազատ եք լրիվ ինձ գրել լիքը հարցեր, որոնք ձեզ հետաքրքիր է, հա, ուղղակի հետաքրքիր է, չգիտեմ, այդ կլինի եկավ մտքից Գերմանիայից, այդ կլինի ինչ որ իմ փորձի հետ կապված, իմ թեկուզ անձնականի, հա, ինչ որ անձնական հարցեր կարող եք գրել, մի խոսքով գրեք այն հարցերը, որոնք ձեզ ուղղակի հետաքրքիր է, կամ ուզում եք ինչ որ թեմայի հետ կապված իմանաք, ես սիրով կպատասխանեմ ու հետո այն մարդիկ, ովքեր որ, չգիտեմ, YouTube-ում այս հոլովակը կդնեմ, YouTube-ում կնայեն, իրանք էլ կարող են գրել իրանց հարցերը, անպայման կպատասխանեմ սիրով, այսօր այսպես սենց թեթև եթեր եմ ուզում ունենանք, հիմա կարդում եմ ձեր նամակները, վերջերս ինձ ստիպում էի մտնել հոգեսոմատիկա, շատ եւ կարեւոր, ինձանից գոհ դուրս էի գալիս աճած, ընտիրա, ես շատ ուրախ եմ, այսպես, ինչից էի ուզում, քանի որ նախորդ շաբաթ էր, հա, եթե չեմ սխալվում, ես նորից հոլովակ հրապարակեցի, խնդրում եմ գրեք հարցերը, լավ, այսօր վստահ չեմ, որ կհասցնեմ ձեր ձեռքերը բարձրացրած ես պատասխանեմ, այնպես որ գրեք հարցերը չաթում, այսպես, վերջերս էր ես նյութ հրապարակեցի, հա, ասկեզայի հետ կապված, որ ես փորձնական ինձ համար ուզում եմ սպորտը դարձնել որպես առօրյայի մի մասնիկ, որ ինքը ինձ համար դառնա ատամները լվանալու նման մի բան, որ ես իրանով զբաղվեմ անընդհատ եւ այլն, ու ես արդեն կարծես թե երկրորդ շաբաթն է, լավ, մի քիչ այսպես ասեմ, երևի 10-րդ, 12-րդ օրը, որ ես 10,000 քայլ եմ անում, այդ չեմ ասի, որ հենց 12 օր ամեն օր արել եմ, այդ օրերից երևի 2 օրը չեմ արել, այսպես, որովհետև, այսինքն մտածված չեմ գնացել, գուցե ես այդ օրերին 10,000-ը քայլել եմ, բայց ոչ թե մտածված, այլ ուղղակի ժամ եմ ունեցել պայմանավորված բժշկի մոտ կամ ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ թղթերի համար, դուրս եմ եկել քայլել եմ, հա, այդ իմ համար հաշիվ չի, այսպես, հիմա այսօր ուզում եմ կիսվել այդ հարցերով նաև, թե ինչ եմ բացահայտել, հա, ոնց եմ մտածում շարունակելու եմ, ոնց չեմ շարունակելու, այսպես, ուրեմն եթե ռեալ նայենք, ինձ համար այդ 10,000 քայլը փաստորեն հեշտ է տրվում,
Ուղղակի այստեղ կա մի հատ բայց, հա, որ ժամանակային առումով ես օրինակ իմ դպրոցի աշխատանքից երբեմն վազելով եմ գնում, հասցնում դպրոցի աշխատանքին, որովհետև երբ որ ես գալիս եմ, մի խոսքով պետքա պատրաստվեմ, հաց ուտեմ, չգիտեմ, լողանալ եւ այլն, ու դպրոցից աշխատանքի հետ կապված ես մի քիչ չեմ հասցնում այդպես ու մտածում եմ որ ու հնարավորություն էլ չունեմ այդ ամեն ինչ ավելի շուտ սկսելու, որտեղ երեխաներին չեմ կարող քնած թողնել տանը ու շուտ գնալ։ Ես կարող եմ մինիմում այն ամենաշուտը, որ ես կարող եմ գնալ, այդ 7:45-ն է քայլելու, ու մենք ընկերուհուս հետ, ով ինձ ամեն օր չէ, բայց մեկու մեջ միացել է, իր հետ մենք մի քանի անգամ գնացել ենք 7:45 ենք սկսել մեր քայլելը, արդեն 10 քանից մենք տանն ենք եղել, հասցրել ենք նախաճաշել, մի խոսքով այդ ամեն ինչը հասցրել ենք։ Բայց որպես այդպեսին այս ընթացքում ես նաև արել եմ վարժություններ ուժային, ովքեր կան այստեղ իմ խմբում, նաև կամ եթե կան այդ ասկեզա սպորտ խմբում, ես այնտեղ դրել եմ ինչ վարժություններ եմ ես անում իմ համար, ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ լինելով մարդ, ով այդքան էլ չի սիրում այդ վարժությունները, ես սկսել եմ իրանց սիրել, որովհետև զգում եմ, որ այդ վարժություններից հետո ինչպես է ավելի սենց ձգվում մարմինս, տրամադրությունս է բարձրանում, իրանց ես 100 հատով անում եմ, հա։ Օրինակ այսօր էլ ես շատ քիչ եմ քայլել, որտեղ երեխաները արդեն իմ մոտ են, բարձա իրանց հետ ես չեմ կարող այդ քայլերը անել, ու ինչն է հետաքրքիրը, որ այդ միտքը, որ ես արդեն այդ ուժային վարժությունները արել եմ, ինձ շատ մեծ էներգիա է տվել ու տալիս։ Ու այն, որ դուք ինձանից, չգիտեմ, դրական էներգիա եք զգում եք, որ ես լիքը բաներ հաղթահարել եմ, այդ այն ամեն ինչի շնորհիվ է, հա, որ ես ամեն օր անում եմ իմ համար։ Այդ քայլելն է, սպորտն է, չգիտեմ, ինչ որ խնամք է եւ այլն։ Ասեմ, որ տեսեք, եթե մենք խոսում ենք ինքներս մեզ սիրելու մասին, իհարկե այս ընթացքում ես նաև ինձ համար ինչ-որ գնումներ եմ արել, բայց որ ասեմ, որ այդ գնումները ինձ ավելի շատ տրամադրություն են պարգևել, քան այդ ամենօրյա քայլելն ու սպորտը, չէ, այնքան հետաքրքիր զգացողություն է, որ այդ իրերը, հա, որոնք կամ չգիտեմ, թեկուզ խնամքի պարագաները, որոնք ես մի քիչ իրերի մասին ասեմ, հա, շորեր եւ այլն, այդ ամեն ինչը շատ արագ կարա հոգնեցնի քեզ, հա, բայց այն ինչ որ դու անում ես քո առողջության համար, քո ինչ որ նպատակների համար, ինքը լրիվ այլ էներգետիկա է, այլ ուժ է տալիս քեզ, որ դու կարողանաս առաջ գնաս։ Ինքը դու ամեն օր ես իրան անում ու գիտես ինչի համար ես անում, քո առողջության համար եւ այլն։ Լրիվ ուրիշ էներգետիկա է։ Այնպես որ եթե դուք մտածում եք, ես այսօր ինչ բան ես ինձ շատ սիրեցի, այսօր ինչ բանը գրեցի իմ համար, բայց գնում եք հետո, ասենք, այդ իրը գնեցիք ձեր համար, բայց գնում եք ու սկսում եք, չգիտեմ, մի հատ իրա, տեսեք, մի հատ իր գնեցիք, բայց գնում եք սկսում եք ոչ առողջ սնվել, չգիտեմ, չիփս ուտել, նենց լիքը բաներ ուտել, որ կամ լիքը բաներ անել ձեր առողջության համար, որոնք վնասակար են, բայց երբ որ դուք օրինակ սկսում եք ձեր առողջության մասին հոգ տանել, այդ լրիվ ուրիշ զգացողություն է։ Ինչ կարող եմ ասել։ Իմ մոտ փոխվել է նաև ուտելիքների հանդեպ վերաբերմունքը, այս սպորտից, այս ասկեզայից, այս ասկեզա չէր իրականում, այս իմ համար փորձնական շրջան էր, որ ես վերցնեմ երկարաժամկետ ասկեզա իմ առողջության համար։ Տեսեք, այս փորձ էր ուղղակի, բայց այնուամենայնիվ այս օրերից ընդամենը 2 օր ես չեմ քայլել։ Սա ընդամենը փորձնական էր։ Պատկերացնում եք, եթե ես վերցնեմ արդեն ոչ փորձնական, այսինքն ես ասեմ, որ վերջ 2 շաբաթ ամեն օր ես պետքա քայլեմ, այսինքն պետքա ես անեմ ամեն ինչ, որ այդ ամեն օրը ես քայլեմ։ Ու իհարկե ես այնտեղ էլի նշելու եմ, ես իրավունք ունեմ չքայլելու միայն այն օրերը, որ ես ունեմ պայմանավորված, հստակ արդեն պայմանավորված ժամեր, բայց իհարկե եթե ես այդ ասկեզան վերցնում եմ, ուշադիր լսեք, ես պարտավորվում եմ
այլևս ուրիշ ժամեր չվերցնել, օրինակ նոր ժամեր, չգիտեմ, գերմաներենով տերմիններ չանել, հա, ասենք բժշկի մոտ պայմանավորվել ժամը 9-ին, եթե ես գիտեմ, որ այդ ժամին ես պետքա քայլելու լինեմ, հա? Պատկերացրեցիք այդ նրբությունը որն է, ոչ թե ասեմ դե լավ այդ օրը չեմ քայլի, որովհետև ես գիտեմ, որ եթե ես այդ ժամին չքայլեմ, ես ուրիշ ժամանակ էլ չեմ ունենա քայլելու համար։ Այսինքն այդ օրը պրավալ կգնա ու քայլերս չի լինի։ Ռեալ։ Ես ուզում եմ դուք հասկանաք, թե ոնց կարող եք այդ ամեն ինչը դասավորել ձեր համար։ Դուք ինձ շատ հարցեր եք գրում, հա, կարամ շաբաթը 3 օր քայլեմ, կարամ, չգիտեմ, 15 րոպե քայլեմ, դուք այնքան ազատ եք անել ինչ որ ուզում եք։ Միայն այս ասկեզայի կարևորությունը գիտեք ինչն է, որ դուք ձեր խոսքը հստակ պահեք։ Ասել եք 10 րոպե եմ քայլելու կամ 15 րոպե եմ քայլելու, դուք քայլեք այդ 15 րոպեն հստակ։ Ասել եք 2000 քայլ եմ քայլելու, այդ 2000 քայլը գնաք քայլելու, ոչ թե տան մեջ շարժվեք, ասեք ես գնացի քայլեցի, չէ, գնաք քայլելու իրապես։ Էլ ինչ կար։ Դուք պետք է այդտեղ հստակ թվեր նշեք, որ ես այս ինչ բանը անում եմ, հա։ Այսինչ օրվանից, օրինակ, հունիսի 1-ից սկսած, մինչև հուլիսի 1-ը ես ամեն օր 15 րոպե քայլում եմ, կամ ես ամեն 3 շաբթի, 5 շաբթի շաբաթ, օրինակ, կամ 2 շաբթի, 4 շաբթի ուրբաթ 15 րոպե քայլում եմ, կամ, չգիտեմ, ուրբաթ ու շաբաթ, կամ մի խոսքով դուք ազատ եք նշել այն օրերը, որոնք դուք եք ցանկանում, հասկանում եք։ Այնքան, ինչքան դուք եք ցանկանում, բայց դուք պարտավորվում եք ձեր խոստումը պահել։ Այդ անում եք, հիշեք, դուք ձեր համար։ Եթե դուք ձեր խոստումը չեք պահում, որտեղ տեսեք ինչա, դուք ասում եք, չգիտեմ, Աստվածին, տիեզերք, հա, խնդրում եմ, ես այսինչ օրվանից, ես հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը, այսինչ ժամից, այսինչ ժամը քայլում եմ, այսքան, եւ այդ, տեսեք, էներգիա է ավելանում։ Այդ ավելացրած էներգիան ես ուղարկում եմ իմ առողջության բարելավմանը, հա, կամ իմ ֆինանսական ոլորտի բարելավմանը։ Դուք նշում եք կոնկրետ ինչ ոլորտի համար եք այդ անում, հա, առողջության, չգիտեմ, կամ կարող եք ասել ինքս ինձ հետ հարաբերությունների բարելավմանը, կամ իմ առողջական եւ հոգեբանական վիճակի բարելավմանը։ Օրինակ ես իմ նախորդ ասքեզան, որը վերցրել էի ամիս ու կես 2 ամիս, հա, որտեղ միշտ չէի ուտում ընդհանրապես, ես այդ նպատակս ինչն է, հոգեբանական եւ առողջական վիճակի բարելավմանը։ Պատկերացրեցիք ու այնքան փոփոխություններ եղավ իմ կյանքում, այնքան փոփոխություններ եղավ, որ աննկարագրելի։ Ես այնքան որոշումներ կայացրեցի, բայց նաև եղավ օրինակ մի հատ, տեսեք, ես կարող եի ասել, չէ, ես այդ ժամանակահատվածը վերցրել եմ իմ առողջության եւ հոգեբանական վիճակի բարելավմանը, բայց ես ընկա հիվանդանոց, այդ չի աշխատում այդ ասկեզան, սուտ է, ժողովուրդ, չէ։ Ինչ եղավ, հա, ես ընկա այդ ընթացքում հիվանդանոց։ Ես շատ ուժեղ ցավեր ունեցա այդ ընթացքում որովայնի հատվածում։ 4 օր պարկեցի հիվանդանոցում, 4 օր, ամեն օր մի 4-5-6 անգամ, չեմ հիշում արդեն քանի անգամ, ես սիստեմաներ էի ստանում, որովհետև այդ ժամանակ ես չէի կարողանում ուտել ու չնայած որ ես բացի մսից ամեն ինչ կարող եի ուտել, բայց այդ ժամանակ ես ոչ մի բան չէի կարողանում ուտել, որովհետև ստրեսային վիճակում էի ու նույնիսկ ես զգացի, որ մի շաբաթ ջուր չեմ խմել։ Մի խոսքով, հիվանդանոցում հայտնվելուց հետո պարզվեց, որ իմ մարմինը ջրազրկվել է ու ես պետքա մի քանի հատ տենց սիստեմաներ ստանայի, մի քանի օր ու ստուգումներ անցնեի, որպեսզի հասկանային իմ ցավերը ինչից է։ Փառք Աստծո, իմ մոտ ոչ մի լուրջ բան չախտորոշվեց, հա, որի համար ես պետք է անհանգստանայի եւ այլն, բայց այդ ստուգումները ահա որ ցավոտ էր, ահա որ վախենալու էր, չգիտեմ, այնտեղ ստացա նարկոզ, որպեսզի մի հատ ստուգում անցնեի, ու այդ ամեն ինչը ինձ բերեց մի հատ կետի, որ ես իրավունք չունեմ, կապ չունի ինչ իրավիճակ է, ես իրավունք չունեմ
էլ հասնել այն աստիճանի, որ ես հայտնվեմ մենակ հիվանդանոցում ու այդ դժվարությունների միջով անցնեմ։ Մի խոսքով, այդ իրավիճակը առիթ հանդիսացավ ինձ, որ ու մինչև այդ, տեսեք, մինչև այդ ես զգում եի, որ իմ մարմինը կարիք ունի, հա, կարիք ունի սպորտի, ավելի շատ ա ուզում, որ ես իրանով զբաղվեմ, բայց ինչ էի անում, համարում էի իմ մարմնին։ Մի խոսքով, այդ առիթը, այդ ամեն ինչը ինձ առիթ հանդիսացավ, որ ես պատասխանատվություն վերցնեմ իմ նկատմամբ ու ես անեմ այն, ինչը որ այն ժամանակ իմ մարմինը հանգիստ բացատրում էր ինձանից, ուզում էր այդ ամեն ինչը ու ես չէի անում։ Քանի որ մենք չենք անում այդ ամեն ինչը, այդ մարդը ասում է, էլի ասում է, էս եմ ուզում, այն եմ ուզում, այն եմ ուզում, մենք չենք անում, չենք տալիս իրան։ Ու քանի որ տենց շուտ խելացի ենք, չենք հասկանում, պետք է մի հատ ապտակ ստանանք, որ սթափվենք, հա։ Մարդիկ կան, տեսեք, երբեմն կան իրավիճակներ, որտեղ մենք առանց ապտակ ստանալու կարող ենք մեզ այսպես հույս տալ, հա, հնարավորություն տալ, մենք կարող ենք առանց ապտակ ստանալու սթափվել ու գործել, բայց երբեմն կան իրավիճակներ, որտեղ առանց ապտակի չի լինում։ Ու կյանքն ասում է, դե արի ստեղ, եթե չես հասկանում, արի մի հատ հասցնեմ վզակոթից, որ հասկանաս։ Մի խոսքով, ես կասեմ, որ թեկուզ հիվանդանոցում եմ հայտնվել այդ ասկեզայի ընթացքում, բայց միևնույն է, շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ այդ հնարավորությունները ապրելու համար, որովհետև հիվանդանոցից հետո լրիվ փոխվեց իմ նպատակատրամադրվածությունը կյանքի նկատմամբ, նորից մի հատ ուրիշ level, որտեղ ես ավելի պատասխանատու եմ ինքս իմ համար, ավելի ուշադիր եմ ինքս իմ անձին ու ավելի եմ կարևորում ժամանակը, որը ես պետք է ինձ տրամադրեմ։ Այդ level-ը սենց հավես անցանք, հա, ու եկա հասա այն կետին, մի խոսքով փոփոխություններ, այդտեղ այդ ամեն ինչից հետո հենց որոշեցի ես, որ պետք է գամ Հայաստան, այդ օֆլայն տրեյնինգը անցկացնեմ, չգիտեմ, մի քանի օր ինձ տրամադրեմ եւ այլն։ Հենց այդ ամեն ինչից հետո այդ որոշումները ես հստակ կայացրեցի, որովհետև էլի, հա, օй, ուզում եմ, վախենում եմ։ Ինչ եմ ուզում ասել այս ամեն ինչով։ Կապ չունի, որ ես մասնագետ եմ։ Կապ չունի, որ ես կարողացել եմ ձեզանից շատ-շատերին օգնել։ Ձեր լիքը հարցերը դուք իմ շնորհիվ լուծել եք, իմ օգնությամբ, չգիտեմ, ուղղակի ինձ լսելով լուծել եք։ Ընդհանրապես դա կապ չունի, ես ինքս էլ ունեմ իմ խնդիրները, հա, իմ բլոկները եւ այլն, որոնց վրա ես ամեն օր աշխատում եմ։ Ուզում եմ ձեզ ասել, որ եթե ինչ-որ բան անում եք չի ստացվում, այդ չի նշանակում, որ պետքա հանձնվեք։ Չէ, դուք պետք է հասկանաք, որ ես էլ եմ ձեր նման մարդ, մի հատ ուրիշ մեկն էլ է ձեր նման մարդ, հա, ու մենք էլ գուցե դուք տեսնում եք, որ Գոհարի մոտ ամեն ինչ ստացվում է, բայց դուք չեք տեսնում Գոհարը քանի անգամ է այդ ամեն ինչը փորձել։ Ու իրականում տեսեք, շատ մարդիկ կարող է չասեն, բայց ես միշտ ասում եմ, թե ես այդ քանի անգամ եմ փորձել, նոր է ստացվել, հա, քանի անգամ եմ առաջին անգամները եթեր մտել ամաչելով, վախենալով, սենց կորմրոց եթերից դուրս էի գալիս, այնքան էի ամաչում։ Բայց 2, 3, 4, 5, 6-րդ անգամ արդեն ամեն ինչ այնքան հեշտ էր, որ կարծես թե արթնանալ ու ջուր խմել, հա։ Դրա համար պետքա ուղղակիորեն նայեք առաջ, ուղղակիորեն փորձեք, էլի փորձեք։ Չմտածեք, որ վայ, իմ մոտ այս ինչ բաներ չի ստացվում։ Իմ մոտ էլ գիտեք ինչքան բաներ չի ստացվում։ Հիմա որ թվարկեմ, կասեք, վայ, իմ համար այս շատ հեշտ է։ Օրինակ, իմ մոտ չի ստացվում միրգը սիրուն կտրտել։ Իմ մոտ չի ստացվում, չգիտեմ, նորմալ հարթուկ անել։ Ես ինչքան հարթուկում եմ, ինչ որ միտեղ այն չի լինում, հա, այն ուստեղ բացում եմ, այն մեկն է խառնվում իրար։ Օրինակ իմ մոտ էլ լիքը բաներ չի ստացվում, որ դուք կարաք ասեք, վայ, իմ համար այնքան հեշտ է այդ։ Կամ այն մյուսի մոտ այդ ինչը հեշտ է, այն մեկի մոտ այն ինչը դժվար է։ Այդ չի նշանակում, որ մենք պետք է ամեն մեկս գտնենք այն ինչը, որ մեզ համար է կարևոր։ Մեր
ու մենք հենց այդ տեղով շարժվենք առաջ, ոչ թե սպասենք, որ ինչ որ մի հատ բան ընթացքում ինչ որ մեկը կգա մեր համար կանի, չէ, փորձել, ուղղակիորեն փորձել կստացվի, հա, ամեն մեկս էլ առաջին անգամ է ինչ որ մի բան անում, ու եթե մենք չենք փորձել, մենք իրավունք չունենք ասենք, որ գիտեք ինչ այդ չի ստացվում, մենք կարանք դրա մասին ասենք, երբ որ մի 10 անգամ փորձել ենք, այդ ամենակիչն եմ ասում, հա, մարդիկ կան 100,000 անգամ փորձում են, եթե այդ կարևոր է լինում իրանց համար։ Ամեն ինչը առաջնահերթությունների հարց է։ Տեսեք, եթե անցյալ տարի իմ համար առաջնահերթություն էր աշխատանքը, ու ես ոչ մի կերպ չէի կարողանում պոկվել աշխատանքիցս, շատերդ էլ գիտեք, անցած տարի քանի ծրագրեր անցկացրեցինք, ինչքան մասնակիցներ եկան, իրանց կյանքերը բարելավեցին, գնացին, չգիտեմ, լիքը եթերներ, ամեն երկուշաբթի հիշում եք եթերները։ Շատ այցելուներ եմ ունեցել, դրա մասին հաստատ կիմանան մենակ իմ այցելուները, լավ արդյունքներ են գրանցել իմ այցելուները անցյալ տարի։ Այս տարի ես հայտարարել եմ առողջության տարի, լրիվ ոտքի կանգնելու տարի, իհարկե ծրագրեր լինելու են, դրա մասին ընթացքում կասեմ, հա, լիքը պլաններ կան, բայց այդ այն թափով չի լինի, ինչ որ նախորդ տարի էր, որովհետև նախորդ տարի այդ թափով ինչ արեցի ես, հա, այդ թափով ես չէի հասցնում ինձ ժամանակ տրամադրել, ես չէի հասցնում տանը ժամանակ տրամադրել, իհարկե նախորդ տարի չկար իմ դպրոցի աշխատանքը կա այս տարի, բայց հիմա լիքը բաներ փոխվել է, այսինքն մենք պետք է մի քիչ բաց լինենք, որ այդ գերմաներենով ասում են ֆլայսիք, հա, պետք է մի քիչ սենց ճկուն լինենք, որ կարողանանք մեր հետ չկռվել այդ կյանքի փոփոխությունների հետ։ Տեսեք, այն նույնությունը, միշտ նույնը լինելը ինքը կարա ձանձրացնող լինի։ Մենք պետք է բաց լինենք, որ մեզ էլ տանք հնարավորություններ փոփոխվելու, աճելու, տեսնելու ստեղ այս ինչ ձևը ոնց է, այն ինչ ձևը ոնց է, որն է մեր համար ավելի հարմար։ Ու հիմա ես այդ փուլում եմ, որ փորձում եմ գտնել այդ աշխատանք, անձնական եւ չգիտեմ, ինչ էր ասում, հա, այդ ստաբիլությունը, հա, աշխատանքի, անձնականի եւ առողջականի եւ մնացած բանի ստաբիլությունը, ոնց անեմ, որ եւ այն մեկը չուտուժի եւ այն մյուսը։ Իմ մոտ միշտ մեկը առաջա, մեկը կամ շատ առաջա այն մնացածը ինչ որ հետ են, հա։ Միշտ ինչ որ մի բանը առաջա լինում, մնացածը հետ են լինում։ Այ կուզենայի այդպես ինչ որ մի քիչ ստաբիլություն լիներ։ Բայց էլի ես չեմ կոտորի ինձ, չեմ նեղանա ինձանից, իմ հետ չեմ կռվի, որ հանկարծ ես չհասցնեմ դրանք իրար հետ sense ստաբիլ բերելը։ Տարիներ առաջ ես եղել եմ շատ քթիմազ տուն մաքրող, չգիտեմ, շատ սենց խիստ տնային տնտեսուհի, հա, ճաշերը պետքա էփվեր ժամանակին, մի խոսքով ամեն ինչը պետք արվեր եւ այլն։ Այդ ամեն ինչը ինձ քայքայեց, հասցրեց մի հատ մակար իրավիճակի, որտեղ ես ստիպված էի գնել հոգեբանի մոտ, որ հասկանամ ինչի է իմ մոտ sense տարօրինակ բաներ կատարվում։ Ու ես հենց այդ ժամանակ ինքս խոստացա, որ ես արդեն սկսելու եմ ամեն ինչին թեթև նայել։ Ես այնքան էի, ես գժի նման տներն էի մաքրում, ես գժի նման պրտում էի տները, ես գժի նման մի հատ բան, որ տեսնում էի հանկարծ թափելուց, մաքրելուց հետո ընկածագետնին, ես չգիտեմ, sense որ մազերը sense բիզ-բիզ էր կանգնում, տենց ինչ որ բաներ է ստեղծում իմ մոտ։ Այդ ամեն ինչը ուղղակի կարա հանգեցնի լիքը խնդիրների, որոնք մենք կարանք մտածենք, չէ, այդ նորմալ է, բայց այդ նորմալ չի իրականում։ Նորմալ չի, երբ որ մենք այդ ամենը այդ կարգի ծանր ենք տանում, այդ կարգի տենց կպածենք ինչ որ բաների։ Ու հետո երբ որ ես այդ դժվարությունները տեսա, ես հասկացա, որ ինչքան պետքա ես ինձ թեթևություն, ազատություն տամ, որ այդ ամեն ինչը ես կարողանամ ապրել ու չգժվել ուղղակիորեն։ Ու հիմա ինձ էս իմ
թեթև, հանգիստ, այն որ մի հատ էլ, եթե ես չեմ հասցրել մի հատ բաժակ դնել լվացարանի մեջ, կամ չգիտեմ, ես օրինակ այսօր մաքրել եմ իմ սեղանիկի փոշիները, մաքրել եմ ամեն ինչ, բայց ասենք պիժամիկիս թևը թացա ու ես իրան դրել եմ ստեղ չորանալու, չեմ դրել դարակի մեջ, ես դրան շատ հանգիստ եմ նայում։ Հա, ես այդ ամեն ինչից չեմ վատանում, չեմ ընկնավորվում, ինչպես ասում է, եւ այդ ամեն ինչը կարևոր չի։ Կարևորը ես այդ օրվա մեջ օրինակ հասցնեմ իմ 10,000 քայլը քայլեմ, օրինակ եթե գիրք եմ որոշել կարդամ, իմ գրքերը կարդամ, իմ, չգիտեմ, երեխեքին հասցնեմ իրար հետ դուրս գանք քայլելու կամ հասցնեմ իրանց ուզած ուտելիքը պատրաստեմ, իրանց հետ նստեմ մի հատ ֆիլմ նայեմ, այդ ամեն ինչը այսօր իմ համար ավելի առաջնային տեղում է, քան կատաղած տուն մաքրելը, ամեն օր 3 անգամ տները պիլասոսելը եւ 2 անգամ պոլերը սրբելը, բաղնիքի ամեն, չգիտեմ, սրբիչը հանկարծ ծալված ծուր չլինի եւ այլն եւ այլն կամ խոհանոցում ամեն ինչ իր տեղը լինի։ Եթե ես առաջ ամբողջ օրը խոհանոցից դուրս չէի գալիս եւ այլն, հիմա մի խոսքով իմ կյանքը այդ սրանից մի 5-6 տարի առաջվա հետ համեմատած փոխվել է ու իմ համար էս դեպի լավն է, որովհետեւ այն տեմպով եթե գնար, ես հիմա սենց մազերը կապած ինչ որ սենց տարօրինակ դեմքով ջղայն, միշտ ջղայն, հա, ու հիմա երբեմն ես եթե հանկարծ զգում եմ, որ ինչ-որ ձևով հետ եմ վերադառնում այն նախկին ապրելակերպին, երեխեքը միանգամից գալիս ասում մամա, ինչ ես դու ջղայն, որովհետև եթե ես տեսնում եմ մի բան, օրինակ ես այդտեղ մաքրել եմ ու իրանք մի բան թափել են, ես դառնում եմ ջղայն։ Այդ ահավոր է, այդ ահավոր է։ Այնպես որ չեմ ուզում, չեմ ուզում այդ ջղայն մաման երեխեքի վերադառնա։ Եկեք հասկանանք դուք որտեղ եք գրում մեկնաբանությունները, չի լինում, ինչը չի լինում երեխեք։ Ինչը չի լինում, մի հատ գրեք հասկանամ էլի, ինչ-որ մեկը գրել էր չի լինում, շատ լավ, գրեք հարցերը, որոնք ձեզ հետաքրքիր են, մի հատ ջուրկում եմ ասեմ։ Մարինե Կնոնյան Մարինե ջան, ինչի համար եք ձեր բարձրացրել, խնդրում գրեք էլի, գուցե մի ամիտ ստացվել, լավ, մի հատ էլ, սովորաբար, շատ լավ, ասկեզայի հետ կապված ասեցի առաջնահերթությունների հետ կապված, ընկերներ, տվեք ձեզ այնպիսի առաջնահերթություններ ձեր համար սահմանեք, որ իրանցից ձեր կյանքում փոփոխություններ լինեն, դուք ասում եք իմ կյանքը ձանձրալի է, դուք ասում եք իմ կյանքը այդքան հետաքրքիր չի, դուք անընդհատ ջղային եք, էներգիա չունեք եւ այլն, այդ նրանից է, որ դուք օրվա մեջ ձեր համար ոչ մի բան չեք անում, հա, իսկ տեսեք, ես էլ մինչև ամուսնանալուց հետո մի 6-7 տարի ես էլ իմ համար օրվա մեջ ոչ մի բան չեմ արել, ու միայն այն միտքը, հա, այն տատիկի ասած միտքը, որ թե ինչ ես դու օրվա մեջ անում քեզ համար, միայն քեզ համար դու ինչ ես անում, այդ միտքն է մենակ, որ ինձ օգնել է, որ ես հասկանամ, լավ, ամբողջ օրը դու տները մաքրեցիր, ամբողջ օրը ամեն ինչ կատարյալ եղավ եւ այլն, բայց կարծես թե ամբողջ կյանքդ նույնն է մնում, ոչ մի բան չի տեղաշարժվում։ Ու դու հիշում ես հետո որ նպատակներ ուներ, բա ոնց ես այդ նպատակներիդ հասնելու, բա ոնց ես այդ ամեն ինչը անելու։ Ու այսօր ես շատ ուրախ եմ իմ համար, որ ինչ որ ժամանակ այդ հարցը ինձ տվել են։ Տեսեք, եթե դուք ասում եք, ինչպես կարող է հոգեբանը օգնի, հա, հոգեբանը խորհուրդներ է տալիս, չէ։ Հոգեբանը խորհուրդներ չի տալիս։ Հոգեբանը տալիս է հարցեր։ Ճիշտ հարցեր, որոնք դուք ձեր ընկերները, ձեր մաման, պապաները, ձեր ամենահարազատները չեն կարող այդ հարցերը ձեզ տան։ Հա?
Դրանք հարցեր են, որոնք կարա տա մենակ հոգեբանը։ Լավ։ Ու այդ հարցերի շնորհիվ դուք սկսում եք մտածել, դուք սկսում եք աճել, ձեր կյանքում սկսում է այդ հարցերը այն սերմերն են, որոնք մենք տնկում ենք ձեր գլխում, որպեսզի հետո աճեն ու ձեզ պտուղներ տան։ Իսկ այդ պտուղներ կլինի ձեր գործողությունները, որոնք դուք կանեք արդեն այդ ամեն ինչից հետո, ձեր մեջ գցել բռնելուց հետո։ Ու հենց այդպես դուք կբարելավեք ձեր կյանքը ընդամենը մեր հարցերին ազնիվ պատասխաններ ինքներդ ձեզ տալու շնորհիվ։ Դուք ինքներդ ձեզ եք տալիս այդ հարցեր, ոչ թե ինձ, ոչ թե մեկ այլ հոգեբանի ու մոտ դուք գնում եք եւ այլն եւ այլն։ Այդ հարցերը դուք տալիս եք ինքներդ ձեզ, ձեր համար։ Լավ։ Ու արդեն մնացած աճը լինում է հենց այդ ամեն ինչի շնորհիվ։ Տեսեք, ես ինչ որ ժամանակ ուղղակի ստիպված էի փոխել իմ սովորությունները, որովհետև ես հասկացա, եթե ես շարունակաբար այդպես անեմ, լավ տեղ չի տանի այդ իմ գործողությունները։ Իսկ ես ինչ ունեմ, ինչ նպատակներ ունեմ։ Ինձ միայն բավական էր, որ ես հիշեմ ինչ նպատակներ ունեմ, ինչի եմ ուզում հասնեմ։ Ես մամաս էստեղա լսում ա ու ես շնորհակալ եմ նաև իմ պապային, իմ ծնողներին, իմ հարազատներին, մի խոսքով ովքեր որ եղել են։ Ես հիշում եմ, երբ որ ես դեռ երեխա էի, ես նայում էի իրանց ու այդտեղ որոշում եմ կայացրել, որ ինչպիսի կյանք եմ ես ուզում ունենալ, հա? Ու մենք ինչ արեցի հենց այն ժամանակ, երբ որ ամեն ինչ վատ էր։ Հետ գնացի անցյալ ու հիշեցի ինչ էի ուզում, երբ որ երեխա էի։ Մանկության տարիներին ինչ երազանքներ, ինչ նպատակներ ունեի, ու այդ ամեն ինչը ինձ օգնեց քիչ-քիչ, իհարկե ես քիչ-քիչ եմ հասել այստեղ, գալ հասնել այս կետին։ Չգիտեմ, ձեր համար կարա այդ կետը լինի ուրիշ տեղ, հա, դուք կարաք ուրիշ բան պատկերացնեք, բայց օրինակ ես այսօր գիտեմ, որ մի բան եմ ձևավորում իմ համար, հա, որը մշտապես ինձ օգնելու է։ Իմ հետևորդները, իմ այցելուները, ովքեր որ ինձանից մշտապես գոհ են։ Տեսեք, ես մոտավորապես 1 տարի շարունակ մեկ տարի չէ, մի քանի ամիս շարունակ ես շատ պասիվ Instagram-յան էջ եմ վարում, հա, մոտ 1 ամիս առաջ եմ ինչ-որ ձևով ակտիվացել եւ այլն, բայց այս ամբողջ ընթացքում չեն դադարել իմ այցելուները, որովհետեւ ստեղծել եմ այնպիսի մի անուն, հա, կարելի է ասել, այնպիսի մի համակարգ, այնպիսի հետք եմ թողել ինձնից, հա, որ իմ մյուս այցելուները գալիս են իմ արդեն իսկ այցելուներից խորհրդով, ովքեր որ եղել են ինձ մոտ։ Եթե այս ամեն ինչը գնա այսպես 1, 2, 3 տարի շարունակ եւ ավելի, արդեն ինձ ընդհանրապես կարիք չի լինի, օրինակ, եթե ես չուզենամ, հա, Instagram-յան էջ վարել եւ այլն, ինձ կարիք չի լինի այդ ամեն ինչը անել, ես կարող եմ տանը նստած ունենալ իմ այցելուները։ Պատկերացնում եք, իսկ մի քանի տարի առաջ սրանից ես երբ չէի կարող ուղղակիորեն պատկերացնել, թե ուր կհասնեմ, բայց ես ուղղակի այդ ժամանակ ամենասկզբում օրինակ գիտեի ներքին ցանկություն ունեի անել, վարել Instagram-յան էջը։ Սկզբում ես այդ անում էի որպես պատում էի Գերմանիայի կյանքի մասին, ինձնից, երեխաներից, չգիտեմ, տարբեր բաներից, ովքեր որ ինձ ամենասկզբից են հետևում, ինչի է բացած, կներեք, ինչի է բացած, ով տվեց, առաքիչը բերեց, օքեյ, դակշն, փակի, շնորհակալ եմ, տեսեք, ձեր ներքինին հետևել, ես ուզում եմ ձեր ներքին ձայնին հետևել, ուզում եմ ասել, որ
պարտադիր չի, որ դուք իմանաք, դրա մասին էլի եմ խոսել, եթե կհիշեք, դրա պարտադիր չի դուք իմանաք հաջորդը ինչ կլինի, ուղղակի հետևեք ձեր ներքին ձայնին, արեք, ես էլ չգիտեի հաջորդ, ես էլ պատկերացում չունեի ինչա լինելու իմ հետ, պատկերացում չունեի, որ այսօր ստեղ կհասնեմ, որ կարողանամ լիքը մարդկանց օգնել իրանց կյանքը բարելավել, լիքը ծրագրեր կանցկացնեմ, լիքը մարդիկ իմ շնորհիվ այսօր նույնիսկ մասնակից ունեի, հա, այստեղ չի նոր այստեղ էր։ Լուսինե ջան, կարող ես Տաթևին գրել, որովհետև ինքը ուզում էր անպայման խոսել այսօր։ Մասնակից ունեի, ում հետ էս վերջին այդ հանդիպմանը, երբ որ եկա Հայաստան, իր հետ աշխատեցինք ու ինքը այսօր ինձ գրել էր, որ շատ բարելավումներ ա ունեցել, գոհար, չես պատկերացնի, ու իր քուրիկին ա օգնել, ես ինչպես իրան եմ օգնել, ինքը օգնել ա իր քուրիկին։ Տեսեք, ես օգնում եմ ձեզ, դուք օգնում եք ձեր հարազատներին։ Ես երբևէ չեմ պատկերացել, որ ես կհասնեմ այս փուլին։ Երբևէ։ Սրանից մի քանի տարի առաջ ես պատկերացում չեմ ունեցել, թե ուրա բերելու ինձ հասցնելու։ Ուղղակի արել եմ այն, ինչ որ ինձ դուր ա եկել, ու վերջ։ Արել եմ այն, ինչ որ ինձ դուր ա եկել։ Քայլ առ քայլ։ Հետո դուք արդեն հասկանում եք, հա, թե որը որից հետո պետք է անեք, որն է ձեր համար կարևոր։ Դրա համար ուզում եմ, որ այդ ձայնին լսելը կարողանաք ինքներդ ձեր։ Եթե չգիտեք այդ ոնց է, դուք կարող եք ուղղակիորեն գրանցվել ինձ մոտ, չգիտեմ, մեկ կամ դիագնոստիկ հանդիպման գրանցվել, հա, կամ գրանցվել մեկ հանդիպման թեկուզ, որպեսզի դուք հասկանաք այդ աշխատանքը ոնց է լինում, ինչ է լինում, ու ինչպես կարող եք ինքներդ ձեզ օգնել առաջ գնալ։ Այդ հնարավոր է, պետք է ընդհանրապես հավատաք ձեզ ու քայլեք։ Գուցե վաղը չգիտեք ինչ կլինի, բայց այն որ տեսեք, եթե մութ է, մենք ունենք մեր ձեռքին լապտեր, պատկերացնեք, որ լապտերը այդ մեր մի հատ միտքն է, որը մենք պետք միտք է գալիս մեր գլխին, որ մենք պետք է անենք, այդ միտքն է, իսկ մնացածը այն խճճված իրադարձություններն է, մտքերն է մեր կյանքի, հա, իսկ մեկը, որ մեզ շատ հետաքրքիր է։ Երբ որ մենք անում ենք այդ մեր համար հետաքրքիր ու կարևոր միտքը, քայլը, հա, այդ լապտերը ավելի շատ է լուսավորում։ Այսինքն այդ քայլը դառնում է, դուք կարողանում եք այդ ճանապարհը անցնել, դուք կարողանում եք այդ ծայրը խճճված այդ մտքերի բռնել ու գնալ առաջ։ Ու հերթով ձեր կյանքում բացվում է, թե էլ ինչ եք անելու։ Լույս է տալիս, այդ մի հատ միտքը քայլում եք, գործողություն եք անում, ինքը լուսավորում է մնացած ճանապարհը, որպեսզի դուք տեսնեք էլ ոնց կարաք առաջ գնաք։ Իմ մոտ հենց այդպես է եղել ու հենց այդպես է լինում մնացած մարդկանց մոտ, ում դուք տեսնում եք ու ասում եք, վա, ինքը հասել է հաջողության։ Էլի հիմա կանցնեմ մի հատ շատ կարևոր բանի, հոգեվիճակին, հա, որ շատ հազվադեպ դուք կարաք տեսնեք մարդ, ով լիքը բաներ ունի, բայց ինքը դրան արժանի չի, կամ ինքը չպետք է այդ ունենար, դրա ինչ որ ձևով այդ իրան ժառանգություն են տվել, դրա համար ինքը ունի, չէ։ Այնուամենայնիվ ինքը ունի էներգետիկա, ինքը ունի կայուն հոգեվիճակ, որ հասել է դրան։ Տեսեք, եթե մենք չկարողանանք այդ հոգեվիճակը պահպանել, մենք կկորցնենք լիքը բաներ։ Օրինակ, ես ունեմ Instagram, ունեցել եմ մինչև սեպտեմբերին ես որոշեցի մի ֆոսֆոբին կյանքի հետ դժվար փուլի ընթացքում, ես որոշեցի, մտածում եմ, որ եթե ես իմ աշխատանքը թողնեմ, գուցե ես կկարողանամ պահպանել ընտանիքս եւ այլն եւ այլն։ Ես թողեցի իմ աշխատանքը, ինչը ես կարծում եմ, որ շատ սխալ էր։ 3 ամիս ես ոչ մի Instagram եւ այլն չունեցա, չվարեցի ու ես բավականին վատ հոգեվիճակի մեջ էի, հա, այդ ժամանակվա համեմատ։ Ու ինչ եղավ, իմ հետևորդները պակասեցին։ Մոտ, եթե չեմ սխալվում, մոտ մենք 7000 քանի 100 էինք, հա,
ու պակասեց, հասավ մինչև հիմա ինչքան է, չեմ հիշում։ Չէ, մի խոսքով, մի մոտ 800 մարդ պակասեց։ Ինչի, որովհետև ես այն հոգեվիճակում չէի, որ մարդիկ մնային իմ էջում, կապ չունի, որ ես էջում չեմ, կապ չունի, որ ես էջում եմ, կապ չունի, որ ես էջում չէի, մեկը այդ հոգեվիճակը, այդ ամեն ինչը, թեկուզ եթե ես որ սենց մեկու մեջով գալիս էի, գնում էի, մարդիկ զգում են ու այն մարդիկ, ովքեր որ ինձանից ավելի բարձր հոգեվիճակի մեջ են եղել, իրանք լքել են իմ էջը, որովհետև արդեն ես հետաքրքիր չեմ եղել իրանց, հա, գուցե իրանք ունեն ավելի այլ տեղ, ավելի լավ բաներ սովորելու։ Պատկերացրեցիք, էներգետիկ դաշտը կապ չունի, մեկը զգացվում է։ Եթե ես, տեսեք, վերջին ամիսներին ամեն օր ինձ գրում եք, «Էս ինչ սիրուն ես, էս ինչ սիրուն ես»։ Ես մենակ նամակներ եմ ստանում, «Գոհար ջան, դու շատ սիրուն ես, էս ոնց ես փոխվել, էս ինչքան ես լավացել, էս ինչ դրական էներգիա է գալիս քեզանից» եւ այլն։ Ու նույնն էլ դուք զգում եք, երբ որ ես բացասական էներգիա ունեմ։ Այսինքն, երբ որ ես այդքան էլ տխուր չեմ, որովհետեւ այդքան էլ ուրախ չեմ, հա, որովհետև դուք արդեն իմ դաշտում եղել եք, ուսումնասիրել եք այդ ամեն ինչ, ու ամեն ինչ կարեք տեսնեք, ուղղակի տեսնեք։ Ու այն մարդիկ, ովքեր որ ինձ հետ են, արդեն իրենք իրենց լավ են ճանաչում, այդ էներգետիկան իրանք ավելի ուժեղ են զգում։ Մյուսներն էլ են զգում, ուղղակի կարողանում են մարդիկ տարբերակել, այս ես ճիշտ եմ զգում։ Հա, իրանք կարողանում են տարբերակել, ոչ թե ասում են, հա, սենց բան զգացի, կարող է ճիշտ է, թե չէ։ Չէ, իմ օնքս ամեն ինչ զգում են, մի խոսքով, ուր էի հասել։ Այստեղ շատ կարևոր է, որ դուք ձեր հոգեվիճակին հետևեք ու անեք ամեն ինչ, ինչը ձեզ կտա էներգիա։ Տեսեք, այդ նույն սպորտը, այդ նույն քայլելը, այդ նույն, չգիտեմ, ասենք դուք ձեզ անընդհատ օրինակ կախվածություն ունեք սուրճից, քաղցրից եւ այլն, դուք հասկանում եք, որ գժի նման անկապ ուտում եք, հա, այդ ամեն ինչը, որ դուք կարգավորեք, ձեր էներգետիկան փոխվելու է, դուք դառնալու եք լուսավոր, դուք հասկանալու եք, թե ինչքան հոգ եք տարել ձեր մասին, ձեր ինքնագնահատականը բարձրանալու է։ Օրինակ, եթե ես դրանից տարիներ առաջ այդ ամեն ինչը արել եմ առանց գիտակցելու, հա, առանց գիտակցելու, օրինակ, ես հիշում եմ այդ տպավորված ահավոր մեջս, նույնիսկ հիշում եմ ինչ ուտելիք էինք ուտում, այդ ժամանակ իմ տղան նոր էր ծնվել, ես ունեի պլյուս 16 կիլոգրամ ավելորդ քաշ ու ուղղակիորեն որոշեցի, որ ես պետքա ոչ մի տեսակի թխվածքաբլիթ չուտեմ։ Այդ ժամանակվա ամուսնուս հետ էինք, նստած էինք ու հիշում եմ նույնիսկ ուտելի թխվածքը, որ ես միշտ ուտում էի, ես այդ ամբողջ տուփը կարայի ուտեի, ովքեր Գերմանիայում են ապրում, կիմանան են soft cake-երը, որ կան, նարնջի այն soft cake-երը, չգիտեմ Հայաստանում կա թե չէ։ Սենց ժելեյա մի շերտը, հետո շոկոլադա վրան, շատ մի փոքր էլ թխվածք։ Այդ ուտելիքը ես ուտում էի գժի պես, ինչքան որ լիներ, այդ մի ամբողջը կարայի ուտեի։ Հիշում եմ, ասեց դու չես ուտում, ասեցի չէ, ու ես զգում եմ, որ ձեզ ոնց է լոզերը գնում այդ ուտելիքին նայելուց, ու ամեն անգամ, երբ որ դուք կարողանում եք ձեզ ասել ոչ, հա, երբ որ այդ սերը սկսվում է ձեր հանդեպ այդ ոչ ասելուց մի բանին, ինչը ձեր համար օգտակար չի, այդ կարա լինի մարդու հետ շփում, այդ կարա լինի ուտելիքի հետ շփում, այդ կարա լինի սուրճը, թխվածքը, հացը, չգիտեմ ինչը, տարբեր բաներ, շոկոլադը, այն ինչ որ դուք հասկանում եք, որ ձեր համար այդ օքեյ չի, կամ երեկոյան, չգիտեմ, անիմաստ ուտելը, կամ ջղայնացած եք գնալ ուտելը, ու դուք հասկանում եք, որ ես ջղայնացած եմ, դրա համար եմ ուտում։ Մարդիկ կան այդ ամեն օր են անում։ Մարդիկ կան, որ այդ անում են երբեմն, հա, երբ որ դրա համար պետքա սկսեք աշխատել ինքներդ ձեր հետ, ձեր հոգեվիճակի հետ ու հավատացեք, որ երբ որ դուք սկսեք նաև այդ ոչ ասելը, հա, այնպիսի բաներին, ինչ որ ձեզ առողջություն չի տալիս, ինչ որ ձեզ վնասակար է, ձեր էներգետիկան բարձրանալու է ու այդ քայլերը, հա, որոնք դուք կանեք ձեր համար ավելի ու ավելի պետքական է դառնալու։
դուք ավելի պետքական քայլեր եք սկսելու անել ձեր համար։ Այնպիսի բաներ, որոնք ձեզ միշտ էներգիա են տալու։ Տեսեք, մեր օրգանիզմը, մեր մարմինը ֆիքսում է այն զգացողությունները, որոնք մենք արթնացրեցինք մեզ համար։ Հա, ես օրինակ երբեք չեմ մոռանա այս իմ կյանքի այս 14 օր этаպը, որտեղ ես ամեն օր քայլել եմ ինձ համար, այդ զգացողությունները, ես գուցե կմոռանամ, որ ճանապարհներով եմ քայլել, բայց այն զգացողությունը, որ ես ապրել եմ, այդ կայֆը, այդ հավեսը, որ ես զգացել եմ, քայլելուց հետո տուն գալ, չգիտեմ, ճանապարհին եւ այլն, այդ ամեն ինչ իմ մարմինը չի մոռանա։ Ու անընդհատ ինքը ինձ ստիպելու է նորից ու նորից վերապրել այդ զգացողությունները։ Ինքը ինձ տալու է անել բաներ, որ ես այդ զգացողությունները նորից ու նորից ապրեմ։ Ինքը միշտ ինձ ուղղորդելու է այնտեղ, որտեղ ես էլի կզգամ այդ զգացողությունները։ Հասկացում եք ինչի մասին եմ ասում։ Դրա համար մենք անում ենք այդ մի ժամանակ, մի որոշ ժամանակ ստաբիլ, հա, բայց հետո ունենում ենք մեծ արդյունք։ Երեխեք մի տեսակ ձայնից կտրվեց։ Դաթևը այստեղ չի։ Լավ, շատ լավ։ Էլ ինչ ուզում ասել։ Հուշեք, հուշեք։ Հոգեվիճակից խոսեցինք, հասանք։ Մտքից թելը լրիվ կտրվեց։ Գրեք տեսնեմ ինչ հարցեր ունեք, չգիտեմ, մտքից թելը իրակապանում կտրվեց։ Ինքան հետաքրքիր է, ոչ մի միտք չի գալիս դատարկություն։ Եթե առաջին օրինակ հիմա ասեմ, եթե առաջին օրը լիներ, ու ես եթերում լինեի, ես կմտածեի, ոյ, հիմա ինչ կմտածեն մարդիկ։ Ինչ կմտածեն հիմա մարդիկ, երբ որ ես եկել եմ այստեղ, առաջին եթերն է, ու ես մոռացել եմ, թե ինչի մասին եմ խոսում ու ինչ եմ ուզում ասել։ Իսկ հիմա այսօր գերմաներենով մի բան եմ գրել, հիմա ձեր համար թարգմանեմ, որտեղ ուզում եմ քիչ-քիչ էջս նաև գերմաներենով դարձնեմ։ Տան մոտ։ Ու այսպիսի մի բան, հա, ու նաև այս դեպքերի հետ կապված, հա, չգիտեմ, տեսակ, որ նամակ էի ստացել, որ ոչ մեկին էմոցիաները ցույց մի տուր, չնայած մարդիկ կան, որ նույնիսկ չեն էլ հասկանում, որ դու մեծահասակ ես, մեծահասակ լինելով հանդերձ, դու նաև մարդ ես, ով լիքը մարդկանց է օգնում, մասնագետ ես, ու ծանոթներից ինչ-որ մեկը ինձ այսպիսի նամակ էր գրել, գուցե տեսել եք, հա, այդ, որ ոչ մեկի ցույց մի տուր էմոցիաներդ եւ այլն, ոչ մեկի դա հետաքրքիր չի, մոնակ բոլորը բամբասում են։ Ինքը իրականում ճիշտ էր, ես հետո իմացա, թե ովքեր են բամբասում, բայց այդ Instagram-ի հետ կապ չունի, հա, մի բան եկավ, հա, իմ մտքին այսպիսի արտահայտությամբ, որ ընդհանրապես ինձ համար, ընդհանրապես կարևոր չի, թե դուք ինչ եք մտածում իմ մասին, որովհետև դրանից իմ արժեքը չի փոխվում։ Իմ արժեքը չի փոխվում այն բանից, թե դուք ինչ եք մտածում իմ մասին։ Օհո, տեսեք ինչ զյուս է։ Telegram-ը անգամ սրտի լայք է ցույց տալիս։ Գիտի որտեղ ցույց տա է։
ու դուք էլ պետք է սկսեք հենց այդ մասով մտածել, որ ապրեմ այնպես, հա, ինչպես իմ սիրտն է ուզում, ինչպես ինձ է հարմար։ Իսկ այդ չի նշանակում, որ պետքա գնաք ախր այդ այնքան sense բարի է, այնքան լավն է, ինքը իրանից ոչ մի վացասական բան չի թելադրում, չի ենթադրում, բայց անգամ եթե դուք այդ ամեն ինչը անում եք ու մարդիկ դուք գուցե վատ բան էլ եք անում, բայց մարդկանց կարծիքը ձեր մասին չպետք է փոխի, չի փոխում ձեր արժեքը, հա? Իրանք ինչ ուզեն կարող են ձեր մասին մտածել, ինչ ուզեն կարող են ձեր մասին հորինել, ոչինչ էլ չանեք, իրանք կարող են հորինել, հորինող մարդը, ընկերներ, ամեն ինչ կհորինի ձեր մասին կասի։ Պատկերացնում եք, բայց դրանից ձեր արժեքը չի փոխվում։ Դուք էլի այդ նույն մարդն եք մնում, որ ինքը տենց ասեց, չի նշանակում, որ դուք վատն եք։ Հասկացաք, վստահ եմ։ Լիքը բաներ իմ ասածներից կհասկանաք, բայց կուզեմ, որ եթե դուք ուզում եք, որ այդ օգտակար լինի, այսօր արեք մի բան ձեր համար։ Ուղղակիորեն արեք մի բան ձեր համար, որ ֆիքսեք, որ ցույց տաք տիեզերքին, որ ցույց տաք Աստծուն, շատ լավ, որ ցույց տաք Աստծուն, որ դուք ձեր համար, ես այսօր լսեցի Գոհարը այս ինչ բանը ասեց։ Այսօր մի բան անում եմ իմ համար։ Ես այսօր մի բան գնում եմ իմ համար անեմ։ Okay։ Մի բան ես իմ համար անում եմ։ Թեկուզ փոքր բան։ Գնում եմ սպորտ եմ անում, գնում եմ, չգիտեմ, գրում եմ թղթի վրա ինչ է ինձ պետք։ Կամ գնում եմ ուղղակի ինտերնետում նայում եմ, թե իմ համար այսինչ հարցերից որն է կարևոր։ Մի բան արեք ձեր համար։ Միտեղ, որ միշտ ասել եք ոչ, որ միշտ ասել եք այո, ձեզ վատ եք զգացել, միտեղ ասեք ոչ։ Հասկանում եք, դուր չի գաս, ոչ, չեմ կարող ձեզ օգնել։ Չէ, չեմ կարող։ Վերջացնեմ ու պայմանավորվենք, հա, կարողա մնա ես կլինի, ես կվերցնեմ։ Հա, ձերն է, վերցրեք գնացեք։ Անպայման։ Գիտեմ։ Մի խոսքով, ես ինչքան մի խոսքով եմ ասել այսօր։ Եթե հարցեր չկան, ես այսօր կավարտեմ եթերը, որովհետև իրականում կոկորդս արդեն պաստավիճ անում ինձ։ Շատ լավ։ Այն մարդով ուզում էր խոսել, այսօր չի կարա, որովհետև քաղաքից դուրս է։ Էնպես որ մեր Գոհար ջան հարց եմ գրել։ Հեսա փորձեմ գտնել էլի պատասխան։ Օ, այս ինչքան նամակներ ա եղել։ Օ, երեխեք, ես չէի տեսնում ձեր նամակները։ Լավ, Գոհար ջան, ես 2.5 տարի առաջ որ չէ որ շուրջ չեմ խմելու, ու դա մտքով խոս տվեցի ուրիշի, քանի որ նա էլ էր ուզում որ էլ չխմի։ Մտքով իրան խոս տվեցի, որ ես չեմ խմի։ Արդյունքում ես թողեցի սուրճ խմելը, ինքը ոչ։ Հիմա ուզում եմ իմանալ, դա ես ինձ համար եմ արել, թե իրեն։ Այն ժամանակ ես չգիտեի ասկեզայի մասին։ Այսինքն դու քեզ համար ես արել, թե իրեն։ Արի հասկանանք, դու ուզեցել ես չխմես սուրճ։ Հարցը որն է։ Նայի, լրիվ, տես ես իմ ընկերուհու հետ օրինակ, չգիտեմ ինչ ես գրում, որտեվ չեմ հասկանում մի տեսակ հարցը, ես իմ ընկերուհու հետ որոշեցինք, որ մենք պետքա գնանք քայլելու։ Իհարկե ես էի որոշել, հետո իրան ասեցի, բա ես էլ կմիանամ, ասեցի, օքեյ, արի դու էլ միացի, բայց հիմա օրեր ա լինում, օրինակ ես քայլում եմ ու ինքը չի կարա միանա ինձ։ Պարզա, որ ես իրան չեմ ստիպում, բայց այստեղ մոտիվացիան ավելի ուժեղ է։ Չգիտեմ, մի հատ
դիպլոմայինի պաշտպանության եմ, վախենում եմ, ինչ կարելի է անել։ Կարելի է ուղղակի վախենալով գնալ ու տալ այդ քննությունը, կամ լավ պարապեք ու վախը կանցնի, հա, լավ պարապեք, ամեն օր պարապեք, մաքսիմում շատ պարապեք, կարդացեք, հաստատ հեշտ է անցնելու, հետո ասելու եք ինչի վախեցավ, ու նորմալ է, որ կարաք վախենաք, քննությունը ես գերմաներեն շատ լավ գիտեի, անցած տարի քննության էի գերմաներեն, շատ լավ գիտեի գերմաներեն, բայց նստել պարապում էի, որ քննությունը լավ տամ ու վախենում էի։ Վախենալը նորմալ է։ Վախենալը նշանակում է, որ ձեր համար ինչ-որ բան կարևոր է։ Բայց վախենալը պետքա մոտիվացիա լինի, պետքա վախը ծառայեցնեք ձեր նպատակների համար։ Օրինակ, եթե ես վախենում էի սրանից մի 3-4 տարի առաջ, որ 33-ում կմահանամ, շնորհակալություն եմ հայտնում այդ վախին, եւ այդ վախը ինձ ստիպեց, որ ես այսօր հասնեմ այստեղ, որ ես հասկանամ ես ինչ եմ ուզում, ինչի համար եմ ապրում, ինչի եմ ընդհանրապես ծնվել լույս աշխարհ եկել ու ինչ եմ ուզում կյանքից, հա? Այդ վախը պետքա ծառայացնենք ի օգուտ մեզ, ինքը պետքա մեզ ծառայի։ Ինքը մեզ պետքա ծառայի։ Ես ուզում էի ու այդ ժամանակ ինքն էլ ասեց ու ինձ ոնց որ դա պետք է։ Ես էլ շատ ուրախ եմ, որ դա արեցի։ Ուղղակի նմանալ այդ էներգիան ինձ է ուղղված։ Նայ, չէ, իհարկե այդ քեզ շատ լավ էներգիա կտա։ Դու այդ չես արել ասկեզա որպես, հա, չես ասել։ Ինքը ահա, դուրն է, երեխեք կներեք, դու ուտեղ չես ասել, որ ես չեմ խմում սուրճ ու այդ էներգիան ուղում եմ այս ինչ բանին։ Ահա։ Այսինքն իհարկե քո հետ լավ բաներ կլինի, բայց այդ չի լինի նենց ոնց որ ասենք, եթե դու ասեիր ասկեզա եմ պահում ու պահեիր, հիմա դու շատ քո նկատմամբ ինչ էներգետիկ բան ունես, հարգանք ունես, հա, որ դու այդ ամեն ինչը արել ես։ Ու քեզանից էլ գալիս է այդ էներգետիկան, հասկանում ես, ես քեզ ճանաչելով, ես քո նպատակա սլացությունը տեսնելով, ես գիտեմ քեզանից ինչ էներգետիկա է գալիս։ Ու այդ ամեն ինչ ինչի ենք մենք տեսնում, զգում, հա, ինչի են մարդիկ այդպես տարբերվում, որովհետև ինքը կարա նենց բաներ անի իր համար։ Ու ասեմ, շատ հաճախ այդ շորերով չի որոշվում, հա, մենք օրինակ այսինչ շորը հագանք, եթե մենք հագանք, մարդիկ կան, կճանաչեք, հա, իրանք կարող է շատ բրենդային շորեր են հագնում, օրինակ ես չեմ սիրում տենց բրենդային բաների հետևից ընկնել։ Մարդիկ կան շատ բրենդային շորեր կհագնեն, ամենալավ կոշիկները կհագնեն, բան, բայց դու նայում ես իրանց էներգետիկան այն չի, քեզ դուր չի գալիս։ Կան չէ տենց մարդիկ ձեր շրջապատում, որովհետև ինքը ուղղակի հագնում է այդ շորերը, ամբողջ օրը գնում է նստում է չիպս ա ուտում, երեկոյան սառնարանների կողքով է, սառնարանը բացում է, ինչ տենում է, ուտում է, չգիտեմ, այնքան բան է անում իր նկատմամբ վնասակար, որ ուզում է աշխարհի ամենաթանկանոց շորն էլ հագնի, այդ էներգիան է, ու ինքը գիտի, որ այդ ամեն ինչ իր հանդեպ ինքը սխալ է անում։ Ինքը իրան մեղադրում է, ու դուք այդ էներգիան եք զգում, ոչ թե ասում եք, ոյ, հələ տես ինչ լավ շորեր ա հագել։ Դրա համար եմ ասում այդ տարբերությունը։ Հիմա նայի, դու այդ ամեն ինչը արել ես, քեզ հանգիստ ես զգում, քո համար ես արել։ Իհարկե դրանից դու էներգիա ես ստացել այդ ամեն ինչից, բայց դու այնտեղ չես ասել, օրինակ ես մի տարի սուրճ չեմ խմելու, այդ էներգիան ուղղում եմ իմ այսինչ ոլորտի բարելավմանը, հա? Դու ուղղակի որոշել ես ու չես խմել, այդ էլ գժական բան է, շատ լավ բան է, բայց ինքը այդ ասկեզա չի համարվում։ Ու արել եմ դա։ Դե ինձ պատմի, որտեվ չգիտեի այդ ժամանակ։ Հիմա էլ հաց չեմ ուտում արդեն 4 օր է։ Okay, օրինակ տեսեք, այդ հացի, հա, այդ հացեղենի, այդ ամեն ինչի հետ կապված ես ոնց ես քեզ զգում։ Ես կուզեմ, որ մի փոքր այդ ամեն ինչը, օրինակ ես էլ մտածում եմ, որ հացը ես էլ պետքա պակասացնեմ ու պետքա պակասացնեմ նաև
չնայած էլի շատ, հիմա շատ հազվադեպ, առաջ ինչ որ ժամանակաշրջան կա, որ ես պետքա պարտադիր սուրճ, ես սուրճ խմում էի, որ հետը քաղցր ուտեմ։ Հիմա ես սուրճը փոխել եմ ու թեյ եմ խմում, կանաչ թեյ եմ խմում, բուսական այդ, չգիտեմ, կարա լինի Հայաստանից բերած հետս ինչ էր, ռամաշկա, ինչ էին ասում, նանա, ընդեղ ուրց եւ այլն, այդ խառը թեյերով, հետո ընկերուհիս էր Ուկրաինայից բերել լիմոնի, ինչ որ sense մի խոսքով կանաչ թեյեր ա տարբեր տեսակների, դրանք եմ խմում ու հիմա այդքան ու շատ հիմա պակասել է, որ ես դրանց հետ ինչ որ քաղցր բան ուտեմ, որտեղ թեյը հենց ինձ էլ կարամ խմեմ, թեյը հենց առանց ինչ որ բանի էլ կարամ խմեմ, բայց այս սուրճի հետ սուրճը դնում էի, որ տեսեք, թխվածքը առանձին կարող է ես չուզենայի ուտեի, բայց մի անգամ ես այդ էլի մի անգամ, հա, կարող է 2 օրը մի անգամ լիներ, կամ ինչ որ ժամանակաշրջան կար, որ ես ամեն օր էի այդ ուզում անեի։ Ես զգում եմ, որ այդ սովորություն է։ Այդ կաթով սուրճը դնեի ու որպիսի հետը այդ քաղցրը ուտեի։ Առանց այդ սուրճի ես չէի ուտի այդ քաղցրը։ Բայց տեսեք, արդեն ոնց որ եղավ 2 վնասակար բան, չէ՞։ Ես կարայի մենակ սուրճը ուտեի ու միշտ հարց էի տալիս ինձ, սուրճը խմեի կամ մենակ քաղցրը ուտեի, բայց եղավ 2 վնասակար բան։ Ու իրանք էլ իրար հետ առանձին, ես իրանք իրար հետ միասին, հա, սուրճն ու քաղցրը, այդքան էլ խորհուրդ չի տրվում։ Ասում եմ, եթե սուրճ խմում եք, ուրեմն կարա քաղցրը հետո ուտեք, բայց որ իրար հետ եք անում, այդքան էլ օգտակար չի օրգանիզմի համար։ Բայց ես մի անգամից այդ երկուսը անում էի։ Հիմա ասում քաղցրի չհրաժարվում, ամեն ինչ առանց հացի եմ ուտում, առաջի 2 օրը չէի պատկերացնում ոնց կլինի, բայց հիմա լավ է, էլ չեմ մտածում հացի մասին։ Իսկ այդ էլ ես ասքեզա վերցրել։ Այդ ասքեզա ես վերցրել էլի։ Հետաքրքիր է։ Ընտիր, դե թող քո ասկեզայի պտուղները ծառայեն միայն լավ բաների համար, մի խոսքով քաղես քո առողջության համար ընտիրա, վստահեմ կօգնի ու ինչ նպատակ որ դրել ես կլինի, ինչ էի ուզում ասել էլ, քիչ արա, հացից ասքեզայից դուրս արի, հետո անցիր նրան, բայց այս վերջերս տեսա մի մարզիչ, որի հետ շատ համաձայն եմ, որ ինքը ասում է, օրինակ հենց քաղցրի մասին էր ասում, իրականում շատ մարզիչների եմ լսել, բայց այս մեկի խոսքերը զգում ես, որ տեսեք դուք ինձ միշտ ասել եք, չէ, որ դուք զգում եք, որ իմ ասածը ձեզ հասնում է մի ուրիշ ձև։ Ինչից հա, որովհետև ես այդ ամեն ինչի իմ վրա եմ պրակտիկա անում իմ վրա ու հետո նոր կիսվում եմ ձեր հետ։ Նույն էլ էս մի մարզիչը, որ խոսում է, ես իրանից զգում եմ, որ ինքը ինչքան է այդ ամեն ինչը իրա վրա փորձած ասում։ Ինքը ինչքան իրա փորձը ունի դրա հետ։ Զգում ես, որ ինքը այդ ամեն ինչով ապրում է, այդ իր համար ապրելա կերպ է, ոչ թե ուղղակի խոսքեր։ Ինչ լսեցի, հա, խոսքը քաղցրից հրաժարվելու մասին էր ու ասում էր, եթե դուք որոշում եք քիչ ուտել քաղցր, ինքը այնուամենայնիվ այդ մեր մարմնի մեջ կան ինչ-որ հորմոններ, չգիտեմ ասել, բլոճիկներ, ворթիկներ, որոնք այդ քաղցրի կարիքը ունեն ու իրանք են քաշում, ուզում այդ քաղցրը։ Ու որպիսի մենք իրանք սատկեն մեր մարմնի մեջ, մենք պետքա իրանց էլ չկերակրենք, այսինքն նույնիսկ այդ քիչ քաղցրը չտանք։ Ինչ էր ասում, ինչ էր խորհուրդ տալիս, ասում էր վերցրեք ու կտրականապես հրաժարվեք այդ քաղցրից, նույնիսկ մի քիչ մի կերեք, հա, թեկուզ այդ պեչենին մի կերեք, այդ փոքրիկ շոկոլադը մի կերեք, այդ թխվածքաբլիթի այսքանը մի կերեք, հա, ոչ մի բան ասում էր, ընդհանրապես մի կերեք քաղցրը։ Օրինակ մենք չենք, օրինակ եթե հաց ենք ուտում, հացի մեջ էլ կա, հա, շաքար։
եթե տան սարքած բաներ չի, այդ ամեն ինչը ոնց որ էլ չենք կարա մենք վերահսկենք, դրա համար ուղղակի որ վերցնենք ու տենց շաքար, օրինակ թեյը ես շատ վաղուց եմ առանց շաքարի խմում, հա, մի խոսքով խորհուրդը այնն էր, որ ընդհանրապես հրաժարվել այդ շաքարից որոշ ժամանակով, ասում էր կտեսնեք, որ ձեր օրգանիզմը էլ չի ուզենա ուտել։ Ու ասեմ, որ շոկոլադից, չեմ ասում թխված քեղենից, բայց շոկոլադից ես հրաժարվեցի սրանից հենց 10 տարի առաջ, այդ տարբերակով, 9 տարի, հա, տղաս, երբ որ ծնվել էր, չնոր չէ, 10 տարի, մի խոսքով, տղաս 10 տարեկան է, 10 տարի առաջ, ես հենց այդ տարբերակով հրաժարվեցի, այդ մարս, նիկեր, չգիտեմ, մերսիները, որ ուտում էի անընդհատ ամեն օր, շատ, ինչքան կարայի ուտում էի, հենց այդ տարբերակով վերցրեցի ու ընդհանրապես չկերա, ոչ թե մի հատ չկերա, երկու հատ, այլ կարծես թե մի ամիս էր, ինչ էր, ընդհանրապես չկերա ու հետո մոռացա, ու հետո արդեն էլ կարիքը չզգացվեց, բայց ես որ հիշում եմ ինչքան եմ աշխատել դրա վրա, այդ եղել է ընդամենը այդ առաջին մի քանի օրը, հա, որ ես ինձ զսպել եմ, դրանից հետո էլ ընդհանրապես ցանկություն չեմ ունեցել, այդ կամքի ուժն ենք մենք մեր մարզում, ու նպատակը, ինչի համար եմ ես այս անում, ինչի համար, օրինակ եթե անցյալ տարի իմ համար կարևորը ես լավ հաց ուտեի, այս տարի իմ համար սիրուն գեղեցիկ մարմին ունենալը ավելի կարևոր է, ես հիշում եմ, երբ որ ինքս իմ հետ անցած տարի խոսում եմ, ասում էի առանց քաղցրի, չէ, գեղեցիկ կազմվածքի համար ես պատրաստ չեմ քաղցրից հրաժարվել, իսկ հիմա ես այն էլ ոնց եմ պատրաստ գեղեցիկ կազմվածքի համար քաղցրից էլ հրաժարվել, ինչից որ պետք է ես կհրաժարվեմ, այդ պատկերացման, այդ փուլի մեջ եմ ես հիմա, որ իմ մոտիվացիան ահավոր մեծ է, որ անեմ իմ համար լիքը բաներ, լավ, դուք էլ նայեք, էլի եմ ասում, առաջնահերթությունների հարցը, ինչ որ կարաք ձեր նկատմամբ անեք, կարևորը, որ դուք սիրով տրամադրվեք ձեր գործողությունների նկատմամբ, ձեր նկատմամբ, ու այդ ամեն ինչը անեք ձեզ սիրելուց, ձեր անձի նկատմամբ սիրուց դրդված, ու ամեն ինչ լավ կլինի, հավատացեք, այսօր այսքանը, եկեք ես ինձ շատ չտանջեմ, հա, լավ եղեք, լավ մնացեք, գործողություններ արեք ձեր համար, անպայման, տենամ ես իստեղ, չէ, կարծես թե էլ հարցեր չկան, չէ, երեխեք, մի հատ, խնդրեմ, շնորհակալ եմ, խնդրեմ, շատ լավ, լավ եղեք, այսօր անպայման ձեր համար գործողություններ արեք, որպեսզի ցույց տաք, որ դուք քայլ եք անում ձեր համար, կամ գրեք, ուղղակի թուղթ վերցրեք, գրիչ վերցրեք, գրեք, որտեղ մարմինում, տեսեք, ձեռքով ենք գրում, ձեռքով, որ ձեր մարմինը ֆիքսի, որ թե դուք ինչ պլանավորեցիք ձեր համար։ Ոյ, շատ լավ, լավ եղեք, մինչ նոր հանդիպում, ուրախ եմ, որ միացաք, ու հույսով եմ, որ գործողություններ կանեք ձեր համար, որովհետև մենակ այդ կերպ եք արդյունքներ ունենալու։ Իմ գիտելիքները սիրով տալիս եմ ձեզ, որպեսզի դուք այդ կիրառեք ու արդյունքներ ունենաք։ Այդ արդյունքներն էլ արդեն շնորհակալությունները կլինեն իմ տվածի արժանի։ Շատ սիրում եմ ձեզ, լավ եղեք, լավ մնացեք ու կհանդիպենք նորից շատ շուտով։ Լավ եղեք։